Գարիկ Դանիելյան։ Երբեք մի ասեք, երբեք կարող է եւ մի օր էլ այդ ոստիկանությունն էլ լինի, էլի չի բացառում, մենք այնց երկրում ենք ապրում։ Պարոն Հակոբյան, հարցս հետեւյալն է։ Ուրեմն շատ լավ է որ ուշադիր հետևում եք ընդդիմադիր գործիչների խոսույթին, որտեղ ինչ են խոսում, ուղիղ եթերում եւ այլ եւ այլ։ Բայց շատ նաև կարևոր է ու մի քանի անգամ ավելի կարևոր է, թե օրինակ իշխանության ներկայացուցիչները ինչ են խոսում։ Ես ձեզ խորհուրդ կտամ շատ ավելի շատ նաև ուշադրություն դարձնեք դրան ու հատկապես հանրային հեռուստաընկերության եթերում հրավիրվում են մարդիկ, որոնք որ ատելության խոսք են գեներացնում, ներազգային պառակտում են մտցնում, հատկապես արցախցի մեր քույր եղբայրների նկատմամբ։ Ուրեմն ես մի քանի վերջերս մի քանի հաղորդումներ եմ նայում եւ տեսնում եմ, որ քանի գնում դա ավելի, այսպես ասած, մտահոգիչ եւ ավելի անընդունելի է դառնում եւ շատ կարեւոր է, որ հատկապես մեր բոլորիս հարկերի հաշվին ֆինանսավորվող ուրեմն հեռուստառադիո ընկերությունը հենց այդ չափանիշը պահի։ Այսինքն ես չեմ ասում, թե ուրիշ հեռուստաընկերությունները դրա այսպես ասած իրավունքը ունեն նման բան անելու կամ առհասարակ ներազգային ատելություն մտցնելու կապ չունի, արցախցի կլինի, շիրակցի կլինի, թե տավուշցի կլինի, բայց սա մեր այս պայթունավտանգ իրավիճակում դա անչափ կարևոր է, նաև հուզական է։ Եվ ես կուզենամ, որ դուք դրան շատ ուշադրություն դարձնեք, ես էլ կարող եմ օրինակ բազմաթիվ ձեզ նման տեսանյութեր ուղարկել, ես ուզում եմ իմանամ դրա դեպքում ինչ է կատարվում, որ օրինակ ես սենց ասամ գործ եմ տալիս ձեզ, ասում եմ օրինակ ես գործիչն եկել ա ներազգային պառակտում ամսնում, վատ խոսույթով է հանդես գալիս, օրինակ վիրավորումա կապ չունի, վիրավորական բառեր ասում, օրինակ նախկին նախագահների հասցեին կամ առհասարակ էլի ես կուզեմ ձեր մեկնաբանությունը այս առումով շատ կարևոր է ստանալ։ Շնորհակալություն, սա խնդիր է իհարկե, բայց մի բան եկեք հստակեցնենք։ Մենք քաղաքական գործիչների, ընդհանրապես գործիչների պետական պաշտոնյաների խոսույթին չենք հետևում։ Մենք հետևում ենք հեռուստաընկերությունների լեզվին, հա։ Եվ մենք գնահատական, չնայած ես գնահատականներ եմ տալի շատ ժամանակ իմ լիազորություններից դուրս գալով եւ գնահատական տվել ամենաբարձր պաշտոնյաների խոսույթին, գտնելով որ դա սխալ է, հա, բայց եկեք հասկանանք, որ բաներ կա, որ դա ձեր տիրույթում է, ոչ թե մեր։ Առաջինը, երկրորդը մենք մոռանում ենք, որ հանրային հեռարձակող ունի նաև իր, հա, խորհուրդը, որը լիազորություններ ունի նաև հետևել խմբագրական քաղաքականությունը հանրային հեռարձակողի, մենք այդ լիազորությունը չունենք։ Մենք սահմանափակ լիազորություններ ունենք, երբ որ նրանք կատարում են իրավախախտումներ, որոշ, հա, մենք իրանց ընդամենը հանրային խորհուրդ նամակ են գրում եւ իրենց ուշադրություն են գրավում այդ երևույթի հանդեպ։ Սա մեկ, երկրորդը բան կա, ինչ որ խոսույթ կա, որը սկսում է 1000 խոսքերի փոխարեն։ Այ 1000 խոսքերի փոխարեն ես շատ ուրախ կլինեի, որ падգամավորները նույնպես լծվեին այդ աշխատանքներին եւ մեզ ծանրաբեռեին տարբեր նյութերով, հա, տարբեր բողոքներով, տարբեր առաջարկներով, հա, որ մենք կարողանանք հասկանանք, մենք գրեթե երևի տարվա մեջ 1-2 անգամ եւ շատ ժամանակ ոչ պաշտոնական գրությամբ այն ընդամենը բանա, որ զանգով կամ, չգիտեմ, սոցիալական ցանցում մենք բողոք կամ ինչ որ առաջարկ ենք ստանում ազգային ժողովի падգամավորներից։ Այս պարագայում ուրիշ բան էլ ասեմ, տեսեք, ես սա էլ եմ հանել, որտեղ էլ շատ կարևոր է իմ խոսքը շարունակելու համար։ Մենք նախորդ տարի 45 վարչական վարույթ ենք բացել, 45, որը շատ է։ Ամենաշատը 21 թվականին էր, կապված եւ պատերազմի հետ, եւ չարաշահումների, եւ հետպատերազմական զարգացումների 85 էր, նախորդ տարի 45 էր։ Ես մի անգամ այդ համեմատությունը բերել եմ 11-ից երբ որ հանրային մուլտիպլեքսի լիցենզիաները տրվեցին մինչև 18 թվական 7 տարվա ընթացքում եղել է ընդամենը 15 վարույթ է բացել հանձնաժողովը։ Հիմա 1 տարում 3 անգամ ավելաբացում, քան 8 տարվա մեջ, հա։ Այդ 45-ից 42-ը վարչական վարույթները հարուցվել են սեփական նախաձեռնությամբ։ Այսինքն ընդամենը 3-ն է բողոքների հիման վրա եղել։ Ստացվում է, որ եթե մենք վատ աշխատենք, չուզենանք աշխատենք, հանգիստ լինենք, հա, Հայաստանում կպարզվի ամեն ինչ անդորը եւ բոլորը ամեն ինչ հետ համակերպված են։ Եթե մենք ուզում ենք այս
բացասական երևույթների դեմ պայքարել, մենք պետք է առանց երկակի ստանդարտների, առանց կուսակցական պատկանելիության, մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Այդ պայքարը միասնական չկա, նորից կրկնում եմ։ Արձագանք։ Շատ կարևոր է, որ այդ երկակի ստանդարտները չլինեն, բայց մի բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը դարձնել եւ երկու արցախցի մեր հայրենակիցներ խոսում են ոտնամանի մասին եւ ռեպորտաժ է գնում հանրային հեռուստաընկերությունով եւ դա ներկայացնում է որպես մարդկանց գումարով բերել ցույցերի, հետո պարզվում է, որ նման բան չկա, դա կեղծիք ասուտ է, բայց այդ տրամադրվածությունը հասարակության մեջ մնում է, գեներացվում է, հարցը դրա մասին է։ Հաջորդ իմ հարցը հետեւյալի մասին է։ Կան մարդիկ, որոնք այդքան էլ մարդ կոչվելու իրավունք չունեն, որոնք որ տարբեր երկրներից ամենավերջին վիրավորանքներով տարբեր քաղաքական գործիչների մասին արտահայտվում են եւ ես կարծում եմ այդ մարդկանց եւ իրենց ընտանիքների այդ մարդկանց ուրեմն հնարավորությունը հեռարձակվելու Հայաստանում առհասարակ պիտի սահմանափակվի։ Իրանք ընդհանրապես չպիտի ոչ մի եղանակով պիտի ինչ որ գործիքակազմեր չարեն եւ ազդեն դրա վրա եւ իմ հաջորդ հարցը դա այն է, որ ինչ օրինակ սոցիալական գովազդներ կան, որոնք որ հանրային հեռուստաընկերության կամ ռադիոյի եթերում հնարավոր է ուրեմն թողարկել, որ մենք օրինակ խաղամոլության եւ թմրամոլության դեմ կարողանանք հասարակությանը ինչ որ իրազեկման նման բաներ անել։ Քանի որ հանրային հեռարձակողի մասին խոսեցիք շատը եւ իսկապես դա հանրության ուշադրություն կենտրոնում է, միգուցե լսումներ, հա, կազմակերպեն, գան բոլորս խոսանք, հա, հանրայինի մասին, շատ լավ ձև է։ Կոմունիկացիան ամենակարևոր միջոցն է խնդիրներ լուծելու, ոչ թե պիտակավորել է, էլի ասեցիք, մարդիկ, որոնց մարդ կոչվել իրավունք չունեն, չարժե էլի երևի, հա։ Ես ձեզ հետո մենք, ես էլ, դուք էլ, մենք քաղաքական գործիչներ ենք կամ այդպիսիք ընկալվում ենք։ Մենք մի քիչ ավելի հանդուրժող դիլնենք, որտեվ այս մեր կարգավիճակը ամբողջ աշխարհում այսպիսի կարգավիճակը թույլ է տալիս, հա, քաղաքացիներին, լրագրողներին շատ ժամանակ գոտկատեղից ներքև մեզ հարվածներ հասցնել, որը մենք պետք է նենց, հա, ատամներս կրճենք, հա, ինչ որ նենց պնդացրած բան անենք, հա, հանդուրժենք։ Ես ձեզ հավատացնում եմ, հա, ամեն օր իմ դեմ ամենակեղտոտ հայհոյանքներն են լինում, ամեն օրվա վերջում մամուլի ծառայությունը սեղանից դնում է։ Ու այդպես է, հիմա ամեն ինչի վրա ուշադրություն պետք չի դարձնել, հա, կամ պետքա թողել եւ հանգիստ քաղաքացիական կյանքով զբաղվել, եթե դա մեր դուրի չի գալիս։ Շնորհակալություն։